Ողջույն, ես Դիանան եմ։ Ձեզ պատմելու եմ երկիր մոլորակի դիտարժան վայրերի, գիտության, բնության ու արվեստի, ստեղծարար մարդկանց ու հենց ձեր մասին։ Եթե արդեն հասկացել եք, թե որքան եք սիրում ձեր տունը, այսինքն երկիր մոլորակը, որքան եք սիրում ճամփորդել, բայց ոչ միայն տեղաշարժվելով, այլ հենց ձեր տեղից նստած, հենց այս պահին։ Ուրեմն, գնացինք։ Մենք գտնվում ենք Երևանի քիչ թվով պահպանված և 19-ից 20-րդ դարերի ժամանակակից Երևանի դիմանկի ձգերով ամենուր։ Նորից։ Մենք գտնվում ենք Երևան քաղաքի քիչ թվով պահպանված։ Միկրոֆոնը ուր է։ Մենք գտնվում ենք Երևան քաղաքի քիչ թվով պահպանված և 19-ից 20-րդ դարի Երևանի դիմանկի ձգերով ամենագողտրիկ կամ ժամանակակից երևաներենով ասած ամենաքյութ շենքերից մեկի մոտ։ Մարկ Գրիգորյանը իր Երևան քաղաքի կենսագրությունը գրքում այսպիսի բնորոշում է տվել այս շենքին. Երևանի ամենափոքր տունը։ Եվ հենց այս տնակով էլ կսկսենք Երևանի հետ մեր նոր էջից ծանոթությունը։ Ֆիլմերում, գրքերում, անձնականում ինձիքը հաճախ հանդիպել եք, հաստատ հանդիպել եք այն արտահայտությանը, թե բա արի ամեն ինչ նորից սկսենք։ Ողջույն։ Բարև։ Ես Նահապետն եմ։ Ես էլ Իսկույնին։ Բարև։ Ես Կայենն եմ, ոչ թե Ադամը, ես էլ իրականում Միքելանջելոն չեմ, այլ Վարդգեսը, ուղղակի անձնագրով ուրիշ է։ Եվ հաճախ այս բառերով մենք փորձում ենք ծանոթանալ ինչ-որ մարդկանց հետ։ Քաղաքի հետ նորովի ծանոթությունն այն կերպ է։ Դու պարզապես սկսում ես նկատել են։ Հին հարևանների պես բարևետ շենքերին, որոնց կողքով դու տարիներ շարունակ ամեն օր գնացել ես նույն տեղը։ Եթե նույնիսկ նույն տեղն էլ չլինի, ժամանակի ընթացքում լավ էլ հասկանում ես, որ լավ էլ նույն տեղն է։ Եվ այդպես առանց նայելու, տեսնելու, ճանաչելու, պարզապես սկսում ես սիրել քաղաքը, բայց երեխան սիրում է մորը։ Փոքրիկ, դարբնեյուս լուսամուտներով այս շենքը կառուցվել է 1876 թվականին, որպես Պարսկաստանի հյուպատոսի նստավայր։ Գտնվում է Հանրապետության 32 հասցեում, Տիգրան Մեծ պողոտայի ու Փավստոս Բուզանդ փողոցների միջև։ Շենքի ճակատային հատվածը բակի կողմից նույնպես որմնազարդ և երեսպատված սրբատաշ տուփով։ Մուտքը հարակից շենքի վերջում գտնվող գավթի միջով է։ Շենքն ունի նաև նկուղ, որն այս պահին հասանելի չէ այցելուներին։ Շենքի ներքին պատերը զարդարված են շքեղ որմնանկարներով։ Այստեղ կարելի է տեսնել և արևելյան որմնանկարների տարրեր, և հայկական դեկորատիվ մոտիվներ, ինչպես նաև հայկական որմնանկարների և խաչքարերի պատկերագրության մեջ հաճախ հանդիպող բուսական աշխարհի, խաչերի և այլ խորհրդանշական պատկերներ։ Այստեղ նկատվում են նաև մոնումենտալ արվեստին ու ռուսական կլասիցիզմին բնորոշ որոշ տարրեր, օրինակ ծաղիկները ծաղկամաններում։ Ջահը, որը 1927 թվականին կախված է եղել սենյակում, նախագծել է ինքը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։
Այս գողտրիկ շենքի ճարտարապետն ու կառուցողը եղել է Երևանի նահանգային ճարտարապետ, ազգությամբ գերմանացի Միխայել ֆոն դեր Նոնեն։ Նա ծնվել է 1838 թվականին Սանկտ Պետերբուրգում։ 1854 թվականի հունիսի 4-ին անցել է զինվորական ծառայության շտաբի փոխտեղակալի կոչումը։ 1859 թվականի հուլիսի 16-ին ստացել է սպայի կոչում։ 1861 թվականի հուլիսի 25-ին տեղակալի կոչում։ Եղել է Վաշտի հրամանատար եւ մասնակցել 1863 թվականի Կովկասյան արշավանքին։ 1866 թվականի հուլիսի 14-ին դարձել է փոխկապիտան։ 1871 թվականի օգոստոսի 30-ից կապիտան։ 1868 թվականին տեղափոխվել է Երևան։ 1884 թվականի հունիսի 20-ին ստացել է ավագ գնդապետի կոչում։ Ծառայել է ինժեներական զորքերում։ 1876-ից 1909 թվականներին Երևանի գլխավոր ճարտարապետ է եղել։ 1898 թվականին 4 տարի ժամկետով ընտրվել է Երևանի քաղաքային դումայի իրավասու։ Միևնույն ժամանակ եղել է Երևանի նահանգի բանտարկյալների հոգաբարձության կոմիտեի նախագահ։ Մահացել է 1919 թվականի ապրիլի 12-ին 81 տարեկան հասակում, թաղված է Բաքվի լյութերանական գերեզմանատանը։ Երևանում մի շարք հասարակական եւ մասնավոր շինարարական նախագծերի հեղինակ է, այդ թվում 1800-ականներին կառուցված Երևանի բանտը, որն այժմ կանգուն չէ, 1881 թվականի Արական գիմնազիայի շենքի առաջին նախագիծը, Աստաֆյան ներկայումս Աբովյան փողոցում։ Նաև Միխայել ֆոն դեր Նոնեի 1895 եւ 1876 թվականներին կառուցված եկամտաբեր տները Գուբերնսկայա ներկայումս Հանրապետության փողոցում։ Դրանցից մեկը այս տնակն է, մյուսը Դաշնակցություն կուսակցության գրասենյակի շենքը։ Միխայել ֆոն դեր Նոնեի նախագծերից է նաև 1896 թվականի Արական գիմնազիայի շենքը, Նազարովսկայա ներկայումս Ամիրյան փողոցում։ Այստեղ իդեպ խորհրդավոր տարիներին գտնվում էր Ավետիք Իսահակյանի անվան գրադարան, որն այժմ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարևանությամբ է։ Գիմնազիայի երկրորդ մասնաշենքը, որ գտնվում էր նույն շենքի բակում, ևս այս ճարտարապետի աշխատանքներից է։ Հեղափոխությունից հետո մինչև 1970-ականների կեսերը այս շենքում 58 համարի դպրոցն էր, որի լուծարումից հետո նույն տեղում սկսեց գործել քաղաքի կառավարման ավտոմատիզացված համակարգերի ինստիտուտը։ Խորհրդային միության փլուզումից հետո շենքը տրվեց Կրեդիտ Երևան բանկին, որը 10 տարի անց ևս փակվեց։ Հարկ է նշել նաև 1900 թվականին Մուրթուզ Գուլի խանի եկամտաբեր տուն, նաև Շուստովի գործարանի սպիրտի զտման մասնաշենքը 1907 թվականին, որը նախկին Երևանի Բերդի տարածքն է, իսկ այժմ դա Նոյ գործարանն է։ 1916 թվականին ֆոն դեր Նոնեի տները վաճառվել են Ալեքսանդր եւ Արտավազդ Ազիզյաններին, բայց 1923-ին դրանք ազգայնացվեցին, որից հետո առաջին շենքը տրվեց կուսակցական դպրոցին։ 1879 թվականին ճարտարապետին հանձնարարվել էր նախագիծ պատրաստել գիմնազիայի համար, որը պետք է տեղակայվեր Աստաֆյան ներկայիս Աբովյան, Ցարական ներկայիս Բուզանդ, Տեր Ղուկասովի ներկայիս Նալբանդյան եւ Բեբուտովի ներկայիս Արամի փողոցների միջև։ Բայց նախագիծը, ինչպես շատ ուրիշ նախագծեր, մնաց թղթի վրա, քանի որ քաղաքային իշխանություններն այն չափազանց ծախսատար համարեցին։ Այնուամենայնիվ 30 տարի անց 1910-ականներին գիմնազիայի շենքը կառուցվեց եւ կառուցվեց նույն տեղում պարզապես մեկ այլ ճարտարապետի Վասիլի Միրզոևի նախագծով։ Իդեպ Միխայել ֆոն դեր Նոնեի մասին խոսելիս շատ կարևոր է հիշատակել նաև իր եղբորը Նիկոլաուս ֆոն դեր Նոնեի։ Նա եղել է Բաքվի առաջին հատակագծի հիմնադիրը։ Կառուցել է մի քանի տասնյակ շենքեր, որոնցից են օրինակ նավթարդյունահանողներ Աբրահամ եւ Պավել Ղուկասով եղբայրների համար կառուցված Դեբուրի տուն կոչվող երկհարկանի առանձնատուն։
որը 1918 թվականին, երբ արդեն այդ եղբայրները արտագաղթում են, դառնում է անգլիական հրամանատարության շտաբի շենք, իսկ արդեն 4 տարի անց խորհրդային միության հաստատումից հետո այդտեղ տեղակայվում է ժողովրդական կոմիսարների նախագահությունը, այսինքն այն ժամանակվա Ադրբեջանի ղեկավարությունը։ Մինչ հուկասով եղբայրների արտագաղթելը շենքն իրենց համար ծառայում էր որպես իրենց Կասպյան ընկերության գրասենյակ։ Իսկ դրանից հետո արդեն առանձնատան ղեկավարը դառնում է հենց հանրապետության ղեկավարը Միր Ջաֆար Բաղիրովը, որն իդեպ հայտնի է եղել որպես ադրբեջանական բերյալ։ Իսկ 1951 թվականից արդեն այդ շենքը ծառայել է Բաքվին որպես ազգային թանգարան, արվեստի ազգային թանգարան։ Իրականում Նիկոլաուս Ֆոնդերնոնեին եւ Իպորտեսին անդրադառնալը հարկ համարեցի հատկապես այն բանից հետո, երբ աչքովս ընկավ 2021 թվականին հայելի EM-ի կողմից կիսված ՏՌՏ մուտական ՏՌՏ-ների ալիքի ռուսերեն թարգմանությամբ մի տարբերակ, որտեղ խոսվում էր, որ Պարսկաստանի հյուպատոսարան որպես կառուցված այս շենքը հանդիսանում է ադրբեջանական մշակութային ժառանգության տարր։ Ադրբեջանական ճարտարապետության այն էր հնագույն օրինակներից մեկի Սարդարյան պալատի ունեցող։ Բայց ինչպես այս շենքը, այդպես էլ Սարդարի պալատը, որ գտնվել է Երևանի Վերթի տարածքում, որևէ աղերս չունեն ադրբեջանական մշակույթի հետ։ Նույն կերպ Մաշտոցի պողոտայում գտնվող իրանական կապույտ մշիկը, որը բարբերաբար ևս նմանատուշահարկումների զոհ է դառնում։ Եվ պարտադիր է նշել, որ ոչ այս շենքը, ոչ Սարդարի պալատը, ոչ էլ կապույտ իրանական մշիկը որևէ աղերս չունեն ադրբեջանական մշակույթի հետ։ Եվ իմ անձնական կարծիքով պարզապես փորձ է արվել Նիկոլաուս Ֆոնդերնոնեի ունեցած մեծ ավանդը Բաքվի ճարտարապետության եւ առհասարակ մշակույթի զարգացման գործում կապել իր եղբոր Միխայել Ֆոնդերնոնեի այս թիկնա շենքի հեղինակի գործունեության։ Այո, Միխայել Ֆոնդերնոնեն թաղված է Բաքվում, բայց միայն այն պատճառով, որ այնտեղ ապրել է որոշ ժամանակ եւ այնտեղ էլ մահացել։ Եվ ցավալիորեն մեր հարևանները տարատեսակ փորձեր են անում ներկայացնել հայկական մշակույթը որպես իրենցը եւ մեր շատ կարեւոր գործունեությունը պետք է այն լինի, որ մենք կարողանանք ճիշտ ներկայացնել մեր պատմությունը, որպեսզի իրականությունը կարողանա դառնալ հասանելի ամբողջ աշխարհին։ Ըստ ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի 19-րդ դարի 50-ական թվականներին փողոցի այս հատվածը պատկանել է Պարսիկ Հաջի Աբբաս Քյալբարայ Աբդուլ Հուսեյն Օղլուն։ Երկհարկանի շինություն է, նկուղով։ Հատակագիծը եռամաս կառույց, բաղկացած հիմնական ծավալից, թևից եւ գավթից, որի սանդուղքը փոքր-ինչ դուրս է ցցված դեպի բակ։ Հիմնական շենքը գավթի հետ միասին տարածվում է փողոցի երկայնքով 27.6 մետր։ Ներսում սենյակները կենտրոնացած են երկայնական միջանցքի երկու կողմերում։ Մի շարքը ուղղված է դեպի հյուսիս-արևմուտք, այսինքն փողոց։ Մյուսը հարավ-արևելք, այսինքն բակ։ Վերին հարկում կա պատշգամբ, ուղղված դեպի փողոց։ Առաջին հարկում ուղղանկյուն բացվածքները մշակված են կոպիտ սրբատար քարով։ Երկրորդ հարկում դրանք շրջանակված են փակագծերով, ուղղանկյուն շրջանակներով, որոնցից վերևում տեղադրվում են պատուհանների դեկորատիվ քիվեր։ Արտահայտված պսակային քիվը հենվում է երկրաչափական մոդիլյոնների վրա, որոնց միջև հերթափոխվում են կլոր եւ ուղղանկյուն հարթ բարձիկներ։ Պրիզը եզերված է օրիգինալ շրջանակով։ Պատուհանների տակի պատերը զարդարված են երկրաչափական նախշերով։ Ճակատային պատը ծածկված է ելույթներով եւ խոշոր խորշերով, ծեղնահարկով։ Շուտով Երևանի քաղաքային խորհուրդը 25 տարով վարձով է վերցնում շենքը, վճարելով ընդամենը 600 ռուբլի։ Բայց հետագայում այնտեղ սկսում է կառուցվել Պարսկաստանի հյուպատոսարանը, որը գործում է մինչև 1920 թվականը։ Իսկ 1922-ից 1937 թվականները այդտեղ գործել է հայկական դիվիզիայի շտաբը։
Հետագայում 3 տարի շենքում գործել է Հայաստանի օգնության կոմիտեն, որը ղեկավարում էր բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Դա սոցիալիստական հանրապետության իշխանությունների կողմից ստեղծված ՀԿ էր, որը պետք է համակարգեր Սփյուռքի կողմից տված ֆինանսական եւ հումանիտար օգնությունը եւ կազմակերպեր դրա պաշտպանությունը։ Կոմիտեն պետք է նպաստեր Հայաստանի եւ Սփյուռքի միջև կապերի զարգացման ու ընդլայնմանը եւ պետք է հոգար անապահով մարդկանց կարիքները։ Իդեպ արտերկրում գտնվող հայկական համայնքների հետ խոր կապը շատ խոր արմատներ ունի։ Չնայած որ սա առանձին մեծ թեմա է, ուզում եմ նշել, որ դա գալիս է դեռ հայոց պատմության ակունքներից։ Բայց Սփյուռքի ուշադրությունը կենտրոնացնելու եւ ի նպաստ ծառայեցնելու համար անհրաժեշտ է ներգրավել այն ժամանակների հեղինակություն վայելող մարդկանց, ովքեր կկարողանային Սփյուռքում գտնվող մնացած հայրենակիցներին համոզել, որ Հայաստանը լի է մազապուրտ, փրկված, տեղահանված, ջարդերի ընթացքում տուժած մարդկանց։ Հովհաննես Թումանյանը դիպուկ էր այդ դերի համար, հաշվի առնելով, որ նա այն ժամանակների ամենահարգված մարդկանցից մեկն էր։ Գրողին հրավիրեցին Երևան, բայց չնայած նրան անդադար համոզելու ջանքերին, նա հրաժարվում էր, պատճառաբանելով, որ հասարակական գործունեությունը կխլի իր ամբողջ ժամանակը, իսկ իրեն ժամանակ է պետք ստեղծագործելու համար։ Եվ միայն այն բանից հետո, երբ իրեն առաջարկեցին մի փոքր զբոսնել Երևանի փողոցներով, ավելի սերտ ծանոթանալու իրավիճակին։ Միայն այն բանից հետո, երբ նա տեսավ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում, իդեպ ժամանակակիցներն ասում էին, որ նա պարզապես ցնցված էր։ Եվ հենց այդ տեսարանը ստիպեց Թումանյանին թողնել ամեն ինչ եւ զբաղվել այդ հարցերով, որովհետեւ Հայաստանը, Երևանը լի էր մարդկանցով, ովքեր բարի ունիմաստով մեռնում էին սովից։ 1921 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Ժող Կոմֆորը Հայաստանի օգնության կոմիտե ստեղծելու մասին դեկրետ ընդունեց։ Դրա հիմնադիրների թվում էին ականավոր բոլշևիկ Սարգիս Կասյանը, ԲԽՓՍՀ-ում Հայաստանի ներկայացուցիչ Սահակ Տեր-Գաբրիելյանը, կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը, գրողներ Տերենիկ Դեմիրճյանը եւ Նարդոսը ու շատ ուրիշներ։ Հովհաննես Թումանյանը ընտրվեց պատվավոր նախագահ եւ գնաց տուն Թիֆլիս, իսկ աշխատանքներն ուղղակիորեն ղեկավարում էր կառավարության առաջին դեմքերից մեկը՝ հողագործության ժողկոմ Արամայից Երևանյան։ Միջոցներ հայթայթելու համար Թումանյանը հասցնում է հենց ինքը անձամբ մեկնել Կոստանդնուպոլիս եւ հենց դա է հանդիսանում իրական գրամահավաքի սկիզբը։ Հնարավոր է լինում գնել դեղամիջոցներ, անհրաժեշտ պարագաներ կարիքավորների համար։ Մինչև 1923 թվականը, այսինքն մինչև Թումանյանի մահը, կոմիտեի մասնաճյուղեր բացվեցին Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում, Կիևում, Խարկովում, Օդեսայում։ Իսկ գրողի մահից հետո նույն թվականին կոմիտեի գրասենյակը տեղափոխվում է մեկ այլ ավելի ընդարձակ շենք։ Պարսկաստանի հյուպատոսարանը մի կարճ ժամանակով դատարկ մնաց, եւ շուտով այստեղ հիմնվեց անգրագիտության վերացման երևանյան հաստատություններից մեկը։ Միայն պատկերացրեք, այստեղ գալիս էին տարիքով տղամարդիկ ու կանայք, ովքեր տարաճանաչ չէին, սովորում էին գրել, կարդալ, կապակցված խոսք կազմել։ Մեր օրերում դա դժվար է պատկերացնել, որովհետև որքան էլ բողոքենք մեր կրթության որակից, համեմատենք աշխարհի զարգացած պետությունների հետ, միևնույն է, քիչ կգտնվեն։ Գուցեև ընդհանրապես Հայաստանում չլինեն բացարձակ անգրագետ մարդիկ։ Եվ երբ պատկերացնում եմ, որ այնինչ այսօր ունենք մանկապարտեզ, դպրոց, բուհեր, տարբեր հարթակներ, որոնք եւ առհասարակ ամբողջ աշխարհը որ պատրաստ է մեզ ինչ-որ բան սովորեցնել, մենք այդ ամենը չենք ունենա։ Իսկ այսօր մենք կարողանում ենք, չգիտեմ, տարբերվել այն բանով, որ ավելի շատ լեզուներ ենք սովորում, ինչ-որ մեկը ավելի շատ երաժշտական գործիք է նվագում։ Իսկ մենք կարող ենք ուղղակի հպարտանալ այն բանով, որ ի տարբերություն հարևան Պողոսի
14 ժամ գործարանում աշխատելուց հետո մենք վերջապես ավարտեցինք այգոնանը։ Այդպես կոչված լիգբես հաստատություններն ու յուղակ հիշեցնող ընթերցասրահներն ապարդյուն չեղան։ Այսինքն անգրագիտության վերացման ծրագիրը հաջողվեց։ Այսպես ուրեմն, եթե 1920 թվականին Հայաստանի բնակչության 83%-ը գրել եւ կարդալ չգիտեր, ապա արդեն 15 տարի անց 1935 թվականին բնակչության 93.7%-ը գրագետ էր։ Դեգենը պատմում է, որ երբ 1927 թվականի կառավարության տանը էլեկտրաէներգիա էր անցկացվում, Թամանյանն առաջարկում է, որ այդ շենքում էլ էլեկտրաէներգիա բերվի, եւ հենց այդպես էլ լինում է։ Այդ մասին հիշել էր նրա որդի Յուլի Թամանյանը, ով 1960-ականներին անգամ նշանակվել էր Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի փոխնախագահ։ Շենքը գտնվում է Հանրապետության փողոցում, Իկոմոս Արմենիա գրասենյակի եւ Դաշնակցություն կուսակցության միջև։ Հատկանշական է, որ Իկոմոս կազմակերպությունը հանդիսանում է հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման խորհուրդ։ Իդեպ այս հաստատության պատկերանշանի հեղինակը հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն էր, իսկ կառույցը երկար տարիներ կառավարել է ոչ պակաս ականավոր ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը։ Ժամանակներում 1964 թվականին այդ ընկերությունը հաստատվում է այս շենքում եւ այստեղ է մինչ օրս։ Իդեպ այն հիմնադրվել է 20-րդ դարի ամենահայտնի նկարիչներից մեկի Մարտիրոս Սարյանի, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի եւ պատմաբան Բաբկեն Արաքելյանի կողմից։ Իսկ հենց Մարտիրոս Սարյանը շատ երկար ժամանակ ղեկավարել է այս շենքը։ Եղել է հաստատության հենց առաջին նախագահը։ Իրանական մշակույթը եւս մեկ ապացույց ունի։ Դա կառույցի միակ սենյակի հարավ-արևմտյան պատի վրա գտնվող փոքրիկ հայելապատ աղոթարան որմնախորշն է, որն ուղղված է դեպի Մեքքա, ինչը մահմեդական ավանդույթի բաղկացուցիչ մաս է հանդիսանում։ Հայտնի չէ, թե Իրանի հյուպատոսներից կոնկրետ ում համար է կառուցվել այս շենքը, բայց մի բան հայտնի է, որ այստեղ աշխատել է 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի մի հայտնի պարսիկ դիվանագետ Միրզա Ռիզա խանը։ Իդեպ դրանից հետո նա երկար ժամանակ աշխատում է Սանկտ Պետերբուրգում, որից հետո ծառայում է նաեւ Օսմանյան արքունիքում։ Բայց այսքանով չեմ սահմանափակվի եւ կավելացնեմ, որ Միրզա Ռիզա խանը նաեւ բանաստեղծություններ է գրել դանեշ կեղծանունով, չնայած որ Իրանիկա հանրագիտարանը իր պոեզիան որակել է որպես միջակություն։ Նա նաեւ ավելացրել է պարսկական այբուբենին որոշ բաներ, այսինքն վերափոխել է պարսկական այբուբենը արաբերենին ավելացնելով մի քանի նիշ։ Իդեպ դիվանագետը հայտնի էր նաեւ իր սիրով։ Սիրով, անշարժ գույքի հանդեպ եւ Վրաստանի Բորժոմի քաղաքում գործող այժմյան Golden Hue-ի Բորժոմի հյուրանոցը եղել է նրա առանձնատունը։ Այդ նուրբ կապտաներ Փիրուզյադիուան հատուկ իր համար կառուցել են Իրանից հրավիրված շինարարներ, որից հետո նույն մարդիկ հյուպատոսի համար կառուցում են մեկ այլ առանձնատուն, արդեն Թիֆլիսում, Չոկաձեի 11 հասցեին։ Այս շենքի զարդանախշերը թերևս հիշեցնում են մեր փոքրիկ տնակը, բայց մասշտաբները զգալիորեն տարբերվում են։ Հենց այս տանն էլ ապրել է Միրզա Ռիզա խանը եւ միայն աշխատանքային այցերով գալիս էր Երևան։ Եվ այսպես Երևանի այս գողտրիկ, ու ինչպես այն նաեւ անվանեցին ամենակյուտ շենք, իր գոյության 149 տարիների ընթացքում զարմանալիորեն կապել է տարբեր ժամանակաշրջաններ։ Մի քանի երկրների մայրաքաղաքներ, ինչպես նաև հայ եւ այլազգի անվանի գործիչներ ու մտավորական։ Ահա եւ այսքանը այսօրվա մեր ճամփորդությունն ավարտվեց։ Կհանդիպենք մոտ։